Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման թեման ամերիկա-ուկրաինական ժնևյան հանդիպման օրակարգում էր։ ԱՄՆ-ի թիմի ղեկավարը պետական քարտուղար Մարկո Ռուբիոն էր։ Կիևից ներկա էր նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մինչդեռ ռուսները անցած գիշեր նոր օդային գրոհ են իրականացրել, այս անգամ անօդաչուները հարվածներ են հասցրել Խարկովի բնակելի թաղամասին։ Վերջին տվյալները ամփոփել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Սինեհուբովը։ Նրա խոսքով ռուսները Խարկովի վրա արձակել են 167 անօդաչու, ՀՕՊ-ը վնասազերծել է դրանցից 125-ը, սակայն 37-ը հասել է թիրախներին։ Գրոհի հետևանքով ավերվել են սեփական տներ եւ բնակարաններ, 2 մարդ զոհվել է, 8 մարդ, այդ թվում մի փոքրիկ աղջիկ վնասվածք են ստացել։ Ավելի ուշ Սինեհուբովը հայտնել է, որ փրկարարները փլատակներից եւս 2 դիակ են դուրս հանել։ Դե իսկ Ժնևում ամերիկացիները եւ ուկրաինացիները գովեստով են խոսել կիրակնօրյա բանակցությունների մասին։ Պետքարտուղարի հետ զրույցի ընթացքում լրագրողները հիշեցրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դժգոհություն է հայտնել խաղաղության ծրագրի նախագծի նկատմամբ Կիևի բացասական վերաբերմունքի մասին եւ նույնիսկ անշնորհակալ է անվանել Ուկրաինայի ղեկավարներին։ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ մշտապես կապի մեջ է նախագահի հետ, որը գոհ է ժնևյան քննարկումների ընթացքից։ Oh, it was very positive. I'm telling you, today was the most productive day we have had. Well, Նա շատ դրական է տրամադրված։ Այսօրն ամենաարդյունավետն էր մեր բանակցությունների ընթացքում։ Նախագահը ավելի վաղ ասել է, թե նրանք անշնորհակալ են։ Հիմա նա բավարարված է գրանցված առաջխաղացման մասին մեր ներկայացրած զեկույցներից։ Պարզ է, չէ՞, որ ռուսներն էլ այս հարցում ձայնի իրավունք ունեն։ Մենք սկսել ենք այս գործընթացի վաղ փուլից, փորձելով ըմբռնել Ռուսաստանի դիրքորոշումը, որը մեզ տարբեր ուղիներով է փոխանցվել։ Ժնևյան քննարկումների մասին դրական է խոսել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուզում եմ հաստատել, որ մենք շատ արդյունավետ առաջին հանդիպում ունեցանք պատվարժան ամերիկյան պատվիրակության հետ։ Մենք շատ լավ առաջընթաց ունենք եւ առաջ ենք շարժվում դեպի արդար ու երկարատև խաղաղություն։ Ուկրաինայի ժողովուրդը արժանի է եւ ցանկանում է այս խաղաղությունն ավելի, քան որևէ մեկ այս մոլորակի վրա։ Երմակը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին եւ անձամբ Թրամփին ու նրա թիմին խաղաղության հաստատմանը ջանքեր ուղղելու համար։ Անդրադառնալով ժնևյան քննարկումներին, նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ուկրաինայի ձայնը տեղ է հասել։ Ուկրաինա նіколи не хотіла війни. Ми ніколи не будемо Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը եւ մենք երբեք չենք լինի խաղաղության խոչընդոտ։ Դիվանագիտությունը վերականգնվել է եւ դա լավ է, շատ լավ։ Առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը, մեր ժողովրդի նկատմամբ հարգանքը, բոլոր նրանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը զոհաբերել են Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Україну від російської агресії. Քննարկումները կշարունակվեն, վերջնական գնահատականը կտան նախագահները։ Խաղաղության նախագիծը, որը փորձագետներից շատերի համոզմամբ հավասարազոր է Ուկրաինայի կապիտուլյացիայի, դեռևս կարող է լրամշակվել։ Ռուս-ուկրաինական պատերազմի ամենադաժան դրվագը Բուչայի սպանդն էր, որը ըստ ուկրաինացի եւ եվրոպացի քննիչների ռուսներն են իրականացրել։ Բուչայում կա զինվորական գերեզմանատուն։ Վիրա Կատանենկոն այստեղ այցելել է Դոնեցկի շրջանում անցյալ տարի զոհված որդու Շիրիմին, որտեղորույս մորը զայրացրել է Ամերիկայի նախագահի առաջարկած ծրագիրը։ Сини Трампа хай приїдуть сюди, хай відчують наш біль, хай побачать наше це все. Թող Թրամփի որդիները գան այստեղ, թող զգան այն ցավը, որը մենք ենք ապրում, թող տեսնեն այս ամենը, գուցե դրանից հետո կփոխեն իրենց կարծիքը։ У багатьох українців ненависть це навіки, це взагалі не можна казати. Այսօր այդ երբեմնի եղբայր ժողովուրդների արյունալի պատերազմի 1370-րդ օրն է։